Նոյեմբերի 4-ին քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց ժամը 19:35-ին։ Երևանի քրեական ոստիկանները Արինջի Դուրյան թաղամասում բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ձերբակալեցին եւ իր վարած Հունդայի մակնիշի ավտոմեքենայով հանդերձ վարչություն տեղափոխեցին Ջերմուկ քաղաքի բնակիչ 33-ամյա տղամարդու։ Նա խոստովանեց, որ մոտ 1 ժամ առաջ նույն թաղամասի 6-րդ փողոցի մի տան հետնամասի դուռը հարմարեցված առարկայով բացել ու գողացել է զարդեր, այլ իրեր ու թղթադրամներ։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տանտիրոջից ընդունվեց հաղորդում։ Պարզվեց, որ Ջերմուկի 33-ամյա բնակիչը գողացել է ոսկյա եւ արծաթյա ավելի քան 30 զարդ, այլ իրեր, ինչպես նաեւ արժույթով թղթադրամներ։ Գողոնը հայտնաբերված է։ Տղամարդը խոստովանել է նաեւ, որ այս տարվա սեպտեմբերից առ այսօր ապօրինի մուտք է գործել մայրաքաղաքում գտնվող եւս 5 առանձնատուն, որոնցից 4-ից իր կամքից անկախ հանգամանքներում հեռացել է ձեռնունայն։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Աբովյանի քննչական բաժին, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։